Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, մեծահաբ եթերում մեծ Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցել եմ բանաստեղծ Մարինե Պետրոսյանի հետ, բարի երեկո, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Տիկին Պետրոսյան վերջի շրջանում եւ ես ոնց հիշում եմ, ձեզ ինչ որ աղմկոտ բաների մեջ եք հայտնվում, այսինքն հարցազրույց եք տարի եւ հարցազրույցը չի կարող ուղակի լուր եւ հանգիստ անցնել, այս վերջի հարցազրույցներից մեկում երբ բանավիճում եք փորձում եք բանավեճ էր հարցազրույց չէր բանավեճ որպես այդպեսին թեև մեզ մոտ հիմա բանավեճը որպես այդպեսին չի ստացվում որտեղ մեկը մյուսին չի լսում ասում ում ձայնը ավելի բարձր կլինի, բայց այս պարագայում տխուրը այն էր, որ մենք այդ բանավեճից ես հասկացա, որ ազգություն, ինքնություն, գոյաբանություն, որպես այդպեսին քրիստոնեություն, եկեղեցի բան, այս մարդիկ ամբողջապես մերժում են եւ ինչ որ նիկոլական Հայաստանում, որը վերջի տարիներին է ձեռք բերվել է 4-րդ հանրապետություն, նոր Հայաստան եւ այլն, որը Նիկոլը փորձում է բնաջնջել եւ հիշողությունից մարդու, վերացնել ազգությունը մեր, ինքնությունը մեր եւ այլն, փորձում են այս մարդիկ հրամցնել ժողովրդին։ Ինչքան էլ որ մեր ձայնը փորձենք առաջ գցել եւ ասել, որ այ մարդ, մենք ունեցել ենք երկիր պետություն, պետականություն եւ այդ պետությունը եւ պետականությունը նվեր չի տրվել, բայց այս մարդիկ փորձում են վիժեցնել բոլոր կարևորագույն եւ արժեք ունեցող բաները եւ հիմա չգիտեմ ինչի մեջ են այս հայտնվել։ Ուզում եմ հասկանամ Տիկին Պետրոսյան, այս իրավիճակում, երբ որ այս մարդիկ փորձում են մերժել ամենը եւ բերել նոր Հայաստանի այդ տեսլականը, ինչպես իրենք են ներկայացնում, ուր անելու մեզ, չէ որ մենք այն փոքրիկ ազգերից ենք, որ հենց այո, մեր ինքնությամբ, ազգությամբ, եկեղեցին որպես այդպեսին պահել եւ պահպանել է։ Այստեղ պատասխաններից երկու մասի երևի բաժանեմ պատասխանը, այստեղ խոսքը Հայկ Հովյանի հետ բանավեճի մասին է, այնտեղ հետաքրքիր է, որ Հովյանը բոլորը իրեն ճանաչում են, Facebook-ի պատը նայեք, որպես նիկոլական, այսինքն ինքը բացահայտ պաշտպանում է իրենց այդ թեզերը տանող առաջների։ Բայց այդ կոնկրետ այդ հարցազրույցի այդ բանավեճի ժամանակ Հովյանը ներկայանում էր որպես ասում էր Նիկոլից չխոսենք, Նիկոլ այստեղ էական չի, անունը չէր տալիս, ես էլ որ տալիս է ասում էր, եւ խոսում էր իր սերնդի անունից։ Այդ ամենա, չգիտեմ, տգեղն էր եւ ես էլ եմ իր ասել, բայց ես իր հետ որևէ կարծիք չեմ։ Այդտեղ մեծ խնդիր կա, որովհետև իհարկե արձագանքներում շատ են ասացին, որ ինքը իրավունք չունի ամբողջ սերնդի, ինքն էլ մեկ-մեկ ասում էր գոնե սերնդի մասի, բայց ամեն դեպքում այդ սերնդային հարցը շատ բարդ եւ շատ նուրբ էսպես հարց է, երբեմն չգիտեմ, այստեղ երևի չանարում երկար պիտի խոսեմ դրա մասին, չնայած կա այդպիսի բան, որովհետև բայց եթե խոսեմ շատ, ես ավելի կուզենամ, որովհետև ինքը ուղղակի չէր ասում, բայց այդ խնդիրը իր ասածները ամբողջը նիկոլական այդպես թեզերն էին, ուղղակի ինքը այդպես խորամանկորեն Նիկոլի անունը չէր տալիս։ Իդ լավ նշան է դեմ ցույցատես, որ Նիկոլի Բարկանիշ այնքան ցածր է, որ իր թեզերը արդեն պաշտպանում են ոչ իր անունից։ Ինքնության հարցը, նայեք, իսկապես այստեղ մեծ հարց կա, որտեվ ցավոք էլի պիտի այդ բանավեճին ամեն դեպքում անդրադառնամ, շատ ամենատխուր մասը այն էր, որ երբ որ ես տեսա Հովյանը դրեց այդ տեսանյութը պատին, տակը այնտեղ կային ինչ-որ ֆեյքեր, զզվելի հարձակումներ, դրանք ինձ այդքան բան չեն, ես դրանց վաղուց սովոր եմ իմ բնավորության բաներով, դրանք վաղուց կան, բայց այնտեղ կային նաև կոնկրետ մարդիկ, որոնց ես ճանաչում եմ, շատերը իմ ընկերներն են, առնվազն Facebook-յան, շատերը նաև մարդկանորեն իմ ընկերներն են, եւ տեսա, եւ այդտեղ ուզում եմ հասկանալ ինչն է խնդիրը։ Խնդիրը նա է, որ այսպես խորամանկորեն եւ բավական այսպես նենգորեն, ասենց ասեմ, այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի արածը կապվում է Ռուսաստանի հետ եւ հայոց մտավոր դաշտում կա մի բավական մեծականակ բան, որի մեծականակ խավ, ասենք
մաս, որի համար Ռուսաստանը այո դարձել է ինչ որ մի հատ, որ ասում ես Ռուսաստան ինչ որ սև, ինչ որ մի հատ դիվային, մի հատ կերպար։ Դա էլ քարոզչության արդյունք է, որովհետև տարիներով քարոզարեցին, արդյունքը, բայց նաև ինչ որ բան է, նաև ինչի մտավոր դաշտում, որովհետև ես դրա մասին երեկ էլ հարցազրույցում ես խոսեցի, մի մտավոր հավ կա, որը մինչև հիմա այդ post-սովետական բանի մեջ է, իդեպ լավ կլինի մենք հասկանանք, որ post-սովետական շրջանը ավարտվեց։ Post-սովետական շրջանում, այո, մենք սովետը քանդվել էր այդ փակ, ինչ որ հետամնաց շատերիս կարծիքով եւ այլն այդ աշխարհը քանդվել էր, աշխարհը Փարիզը այդ աշխարհը քանդվել էր եւ մենք գնում ենք դեպի ազատ արևմուտք, այն ժամանակ ես էլ ունեի այդ բանը, որտեղ դա բնական էր, հա, որտեղ այստեղ կար իսկապես փակ էր։ Այո, մարդուն տրված էր ազատություն թվում էր այդպես ժամանակը ամեն ինչ արևմուտքում է, այսպես ամեն ինչ նորմալ է, իսկ մենք ինչ որ դուրս ենք եկել ժամանակից, հիմա միանում ենք ժամանակին։ Բայց քանի որ ես ինքս այդպես շատ արագ իմ գիրքը թարգմանվեց, այդպես ստացվեց, էլի պատահական էր, չգիտեմ, երևի այն ժամանակ քիչ էին թարգմանում, իմ գիրքը թարգմանվեց, երկրորդի թարգմանվեց, ես շատ արագ գնացի Եվրոպաներ, Ամերիկաներ, հետո եւ հասկացա, որ դա խոշոր հաշվով բլեֆ է։ Իհարկե սովետական միությունը ուներ իր ամբողջ բոլորս գիտենք, սև կողմերը իսկապես ուներ, բայց դեպս որ ասում եմ հիշում, որ Հայկովյանը հենց այդտեղ այդքան չեմ խոսել, բայց հետաքրքիր ինքը նկատել էր, բա ինձ անվանել էր մի հատ զզվելի բառով սովետահոտ մտավորական։ Ես չեմ վախենում դրանից, ես կարող եմ հստակ ասել, որ ես սովետական միությունը հիմա հետադարձով արդեն հանգիստ, երբ որ ինքը արդեն չկա եւ բացարձակ անհնար է որ վերականգնվի, որտեղ այսօր Ռուսաստանը հեչ սովետական միություն չի, լրիվ ուրիշ բան է։ Ես սովետական միության հասկանում եմ, որ այո, կային այնտեղ վատ կողմեր եւ լավա որ քանդվեց եւ պետք է դրանցից հրաժարվել եւ վաղուց հրաժարվել ենք, բայց ինքը ուներ նաեւ լավ կողմեր։ Սովետական միությունը, իդեպ սերնդի մասին որ խոսում ենք, մի կարևոր հարց ասեմ։ Տեսեք, սերնդային թվում էր, ասենք, սկզբում մեր բոլոր քաղաքական ղեկավարները սովետում ծնված մեծացած, չէ, դաստիարակություն ստացած, հետո բոլորը սպասում են, որ հեսա սերնդափոխություն է լինելու եւ գալու է մի նոր սերունդ, ավելի ազատ, ավելի բոլորիս ունեինք այս սպասելիքները, բայց եթե փաստացի նայենք, չեղավ նման բան եւ չի լինում նման բան, չկան խոշոր գործիչներ այն հները շատերը վարկաբեկված են եւ այլն նախկին երկրությունում, բայց ամեն դեպքում բոլորը անգամ նրանք, որոնք ատում են Լևոն Տեր-Պետրոսյանին, երբեք չեն ասի, որ նա փոքր գործիչ է, ասինքն իր մասշտաբը, իր մեծություն բոլորը ընդունում են։ Անգամ եթե բացական ձևով են ընդունում։ Եվ քաղաքական դաշտում չկան նոր գործիչներ։ Նույնը մի քիչ նուրբ հարց է, բայց գրական դաշտում էլ իհարկե կան լավ գրողներ, ջահել գրողներ, այս նուրբ հարց ասեմ, բայց իրենք պարզապես գրող են, իրենք երևույթ չեն դառնում հասարակական կյանքում, մի տեսակ երևույթ չեն դառնում, այսինքն գրում են եւ գրականությունը մի տեսակ փակվել է իր մեջ։ Սա իմ կարծիքով սերնդային հարց է եւ կապված է այդ իմաստը, ինչու սա հիշեցի սովետականությունը հիշելով, որտեղ ես երբ որ ես այնտեղ եմ ծնվել, մեծացել, բարձրագույն կրթություն ստացել եւ հիշում եմ սովետականությունը եւ սկզբում միայն ուրախ էի որ փլվեց, հիմա էլ ուրախ եմ, բայց հետո նաև իր լավ կողմերը հիշեցի, երբ որ արդեն կորած էր, երբ որ գնացի ուրեմն Եվրոպաներ եւ այլն, երբ որ ես շփվում էի, ասենք օրինակ դրա մասին իդեպ գրել եմ, բայց մի հատ նորից կարճ ասեմ։ Ամերիկայում ես երբ որ շփվում էի ամերիկացիներին, ես հասկանում էի, երբ որ դու հայ ես, դա իրանք ճանաչում են քեզ, հայ գրող, չէ՞։ Դու շփվում ես երկու այսպես բան ունես, որպես հայ գրող, այն օրինակ հիմա իրանք այս դեպքը, որի հետ կապված է մեզ գիտակցումը, այն ժամանակ էր, երբ որ Արարատ, Էգոյանի Արարատ ֆիլմներ գնում, Ամերիկայում լավ հայտնի, Էգոյանը հայտնի ռեժիսոր է, դե գիտեք, Եղեռն կար այնտեղ, այսինքն երբ որ ասում ես հայ, ամերիկացին ամենից հիշում էր ցեղասպանությունը եւ այսպես պամանական ասած, ուսը տեր զեղմում, որպես փոքր ցեղասպանված ազգ եւ հզոր ազգ, որպես հավաքցում է։ Բայց ես նկատեցի, որ ասենք երբ ավելի տարեցները, որոնք հիշում են ավելի պատմությունը, ասենք երբ որ իրենց հետ խոսում ես, ասենք մի քիչ այնտեղ ռեզիդենսի գրական կացատանը մենք շատ էինք խոսում անցյալից եւ այլն, հանկարծ նկատեցի, որ դե տարեց մարդու հետ խոսում ես սովետական միությունից, դե որտեվ Հայաստանը այն ժամանակ սովետական Հայաստանի մասն է, չէ՞ խոսում ես, ասենք գրականությունից, բայց իբրեմ քաղաքական
հանկարծ գացի, որ դա ուրիշ հարաբերություն է, երբ որ դու ներկայանում ես որպես սովետական Հայաստանի եւ որպես սովետական Հայաստանն ու սովետական միության, ասենք, ծնված մեծացած այնտեղ հիշող մարդ, դու ամերիկացու հետ ոչ թե ինքը վերևից քեզ տա, այլ դու հավասարը ես։ Ես դա զգացի ինչ դա զգացողություն է եւ հասկացա, որ սովետականությունը իր բոլոր բաներով հանդերձ գերտերություն էր։ Իհարկե գերտերությունը ինքնին էսպես անկանց բան չի դրական երբեմն, բայց ինքը իր մասշտաբով, ինքը քեզ բերում է մտածողություն։ Եվ այդ մտածողությունը ես կրել եմ հենց որպես սերունդ, մենակ ես չի, ասենք Վիոլետ Գրիգորյանը իմ սերնդից, որ այն մարդն է, որ այդ անդադ վիճում ենք, բայց անդադ միասին մի բան ունենք, մենք ունենք մի ընկալում աշխարհի, որը մեզ հարազատ է դարձնում։ Եվ ցավոք, ասենք այս բանը մենք կորցրեցինք եւ որ ասում եք ինքնություն հայոց ինքնության մի կարևոր մասը եղել է այն որ մենք այս հարցին որ խոսում ենք շատ նուրբ հարց է երբեմն հեգնում են որ ես ինչ որ բան երազներ ունեմ ազգային ինչ որ բայց պիտի ասեմ երբ որ ես շատ սիրում եմ պատմություն եւ հայոց պատմությունը ոնց է սկսվում, ասենք հայոց պատմության գագաթը որտեղ է, Տիգրան Մեծը որտեղ է, մեր թվարկությունից Քրիստոսից էլ մի քիչ առաջ է, այսինքն ամենասկզբներումն է։ Եվ հայոց պատմությունը ինձ ներկայանում է, որ մենք ունեցել ենք այդ գագաթը, որտեղ կայսրություն էր Տիգրան Մեծի Հայաստանը։ Ընդ որում հետաքրքիր է, որ ինքը այնքան լավ կայսրություն էր, որ ինքը որոշ այսպես մասեր, որ ինքը վերցրել է, չի վերցրել պատերազմով, ինքը երբեմն այնքան լավ բան է ստեղծել, երկիր է ստեղծել, որ երբեմն որոշ մասեր, հիմա չեմ հիշում, որ մասերը, որոշ տարածքներ, որոշ ոչ հայկական, ասենք, երկրներ, թե մարզեր, իրենք մտնել են Հայաստանի մեջ ինքնակամ։ Հա, դա շատ հետաքրքիր կողմն է։ Լավ։ Բայց ամբողջ հարցն է դա, որ դա այո, շատ շուտ էր, բայց անընդհատ հայոց գիտակցության մեջ այդ հիշողությունը կա։ Ընդ որում դա չի վերաբերում միայն որ դու մեծ ես եղել, չէ՞, երբեմն հեգնում են, հա, ինչ որ ոչ մի թիզական թիզով են հաշվում տարածքը։ Դու ոչ թե պարզապես մեծ ես եղել, դու որոշող ես եղել, այսինքն դու խաղացող ես եղել աշխարհի խաղերում, դու քեզ հետ հաշվի են նստել եւ այլն։ Բայց մենք անընդհատ ցավոք այո Տիգրան Մեծի կայսրությունը շատ կարճ տևեց, անընդհատ այսպես ընկել ենք այդ ամբողջ մեր պատմությունը դա ընկել ենք, բայց հիշել ենք, որ մենք պիտի վեր կանգնենք։ Վեր ենք կացել մի որոշ հետո նորից մեր պատմությունը իհարկե շատ ժողովուրդներ ունեն, բայց մեր մոտ շատ այսպես կտրուկ է։ Եվ այդ 100 տարի մեկ մի աղետ եկել է մեր գլխին։ Գիտեք ինչ, ցավոք իրենց առաջադիմական համարող շատ եւ գրողներ եւ քաղաքական գործիչներ ծանոթ եմ, ինձ հաճախ են այդ հարցում մեղադրում, այդպես հեգնում, բայց ես կարծում եմ այդտեղ հեգնելու ոչինչ չկա, դա շատ ճիշտ հիշողության ճիշտ առանցք է։ Դա վերաբերում է ոչ թե պարզապես ինչ որ, չգիտեմ, դա նշանակում է, որ դու այս տարածքում, իսկ մեր տարածքը իդեպ երբեմն ինքնությունը բանն երբեմն չէ ներողություն եմ խնդրում մեր ինքնությունը կապվում է Արարատի հետ չէ Արարատը մեր սարն է բայց Արարատը մարդկության սիմվոլներից մեկն է չէ Արարատը նոյը եւ այլն չէ մարդկությունը Արարատով է չէ նորից մի հատ ջրհեղեղ եւ այլն այսինքն Արարատի հետ կապը ոչ միայն պարզապես ինչ որ հող է որ այ այս մեր հողը մորներ այլ կապն է մարդկության պատմության մեջ, որ մենք այդ պատմության մեջ ուզեցել ենք դեր խաղալ եւ խաղացել ենք երբեմն։ Դա շատ առողջ եւ կարեւոր բան է, ցանկություն է ազգային։ Եվ Նիկոլ Փաշինյանը երբ որ ինքը անում է, ինքը տեսեք երբեմն ասում Նիկոլին պաշտպանողները ասում են դե նա իրատեսական է, մենք չենք այո, այս պահին մենք այնպիսի վիճակում ենք, որ չենք կարող, բայց դու պիտի հիշողությունդ պահես, իդեպ ասեմ, ես Թուրքիայում որ եղել ես, վերջերս շատ եմ պատմում, որտեղ ակամա հիշում եմ իմ Թուրքիայում մի 2003 թվականին էր կարծեմ, բայց շատ կարևոր ճամփորդություններ Թուրքիայում, նորում խորքերով, մի 10 քաղաքում եղել ենք, մնացել ենք, հետաքրքիր է, մի թուրքի հետ զրույցի ժամանակ, որը շատ բան, չեմ հիշում գրող էր, թե ինչ էր, բայց այդպես բարեկամաբար տրամադրված թուրք էր, այդպես չէր բան, բայց խոսքի մեջ չեմ հիշում ինչ եղավ, Արարատ, ասեց, չեմ հիշում, երևի ես տվեցի Արարատի անունը, ասեց,
մի հատ կբացատրես, ասենք, ձեր համար ինչու այդքան կարևոր է, ինչու եք անդադ դե զգացել էր այրը որ ասում են Արարատ, ես ճիշտն ասած անակնկալի եկա, ասեցի ինչ ասեմ, էլի ոնց ասեմ, ասեցի գիտես չեմ կարող բացատրել, բայց հետաքրքիր է, ասենք Արարատ իրանց մոտ է, բայց իրանց համար ոչ մի բան է։ Իհարկե այստեղ երբեմն հասկանում են որ դա իրանց։ Այս վերջերս որ պատմեմ, երբեմն ոմանք ասում են, գիտես, տեսել ես այն կողմից Արարատը, իդեպ իսկապես ես այն կողմից Արարատը տեսել եմ, որ տեսել է, հեչ Արարատը չի։ Ինքը շատ դե երևի որտեղ այն կողմը բարձր է, այսինքն բարձրից որ նայես Արարատը ավելի ցածրիկ է։ Այդքան տպավորիչ չի, այո մեր մոտ ցածր է։ Այդ Երևանից էլ ասեմ, եթե ուզում եք Արարատը տեսնեք, գժվեք, իջեք Այգեձոր, դեղից Արարատը ուղղակի sense գալիս է քո վրա։ Հա, բայց իհարկե միայն դա չի, անշուշտ տեսքը կարևոր է, բայց ինքը նաև սիմվոլ է, ինքը հիշողությունն է, որ մենք մարդկության այդ պատմության մեջ եւ ասեմ, սա ոչ միայն ազգային առումով շատ կարևոր է, որ դու հիշես, որ դու ուժեղ ես եղել, իսկ դա նշանակում է, որ մի օր նորից կարող ես, բայց դա նաև օրինակ այսօր Նայ, այսօր երբ որ աշխարհում ինչ որ տարօրինակ բաներ են չկատարվում, գլոբալ ինչ որ ցնցումներ են եւ այլն, ինձ թվում է, եթե ես հայ չլինեի, ասենք եթե ես հիշողություն չունենայի, ես մարդկությունից ընդհանրապես կհիասթափեի, կարող գնայի գտասպան լինեի, որտեղ խայտարակ բաներ են աշխարհում կատարվում։ Բայց քանի որ ես պատմություն հիշում եմ եւ այդ պատմությունը ոչ թե պարզապես ինչ որ պատմությունը, այլ իմ Այո։ Ես եմ մեջը, այլ իմ վրայով իմ նկատեմ հայ ազգային։ Օրինակ ես ամերիկացիների հետ խոսելիս հետաքրքիր է, երբ որ դու խոսում ես, դե ամերիկան քանի 2 դար է, չէ, 2-ից մի քիչ ավել է, ամեն դեպքում այդքան բանա կարճ է հիշողությունը։ Երբ որ դու այդպես խոսում ես այդ բաներից, դե բնական ճանապարհով, ասեն գրողների հետ գնում ես ինչ որ Իրանց համար մի քիչ խորտ բան է, ինչ որ ոստեղ դա ինչ որ տարօրինակ ես նայում վրա ասում ես չի խոսում ես մարդը, իրանց համար դա ինչ որ հերո բան է, բայց ինձ համար դա բնական, ես հատուկ չեմ գնում իրանց պատմում, բայց խոսքի մեջ ես հայի հետ էլ անդադ ինչ որ բան եմ հիշում, եւ այդ հիշողությունը, մարդկության այդ հիշողությունը քանի հազարամյակ արդեն ինձ օգնում է այսօր ամուր լինել, որտեղ ես Գիտեմ, որ եղել են տենց բաներ, մարդկության նոր չի առաջին անգամ չի էլ ես, բայց անցել են։ Եվ ես կարծում եմ դա շատ կարևոր է։ Հիմա այս մարդը, երբ որ ասում է մեր հիշողությունից պետք է հանենք Արցախը։ Եթե դու Արցախի անունը տալիս ես, ուրեմն պատերազմ հրահրում չէ, եւ անդադ այդ մեղադրանքներն է փորձում հնչել։ Դա արդեն ուրիշ է, դա որտեվ Արցախը այնպեսի բան է, Արցախը հերո պատմություն չի, Արցախը այն պատմությունն է, իհարկե կարող է Իհարկե բերելով կապելով Արևմտյան Հայաստանին, ասելով որ ծովից ծով Հայաստան, այդ որ դուք անդադ խոսում եք դրա մասին։ Միայն դա չի, Ինչու եք օրինակ ասում ես մշեցի եմ, չէ՞, այդպիսի արտահայտություններ անում։ Ինչու չեք ասում ես գյումրեցի եմ, բայց ասում եք ես մշեցի եմ։ Այստեղ ես տեսեցի այդ խոսակցությունը։ Հա, շատ տգեղ եւ նույնիսկ չես կարող մեկնաբանել անգամ, հա, այս մարդը հասկանում ենք Ալիևյան այդ թուրքական թեզերով։ Ասեմ որտեղ հակասություն կա, երկի Նիկոլը շատ է իրեն հակասում, մեկ էս կասի, մեկ այդ իր համար հեչ պարտադիր չի որ ինքը հետևական, այս մոտ Արցախի հարցը ինքը կապում է իհարկե, բայց այդ հեչ այդ չի էլի, որտեվ Արցախը, ասենք Արևմտյան Հայաստանը իսկապես պատմությունը այնտեղ ցավոք շատ քիչ հայ է մնացել, բայց Արցախը պատմություն չի էլի մեր կյանքներ, ասենք ընդամենը 3 այդ Արցախի հարցը մի քիչ ուրիշ է, ինքը Արցախի հարցում ոչ միայն ասում է մոռանանք, էդի կլիներ, էդ էլ անշուշտ շատ մեծ վտանգավոր, ավելի վտանգավոր բան է ասում, ինքը եթե բան անեք, նայեք ինքը իր բանը, ինքը օրինակ այդ trip-ը եւ այնտեղ ոնց որ ներկայացված է ես կարդացել եմ շատ ուշադիր, ասենք այնտեղ դա տրամաբանությունը այն է, որ Արցախյան բանի ժամանակ, Արցախյան շարժման ժամանակ մենք ինչ-որ ազգային բաներ ենք ներկայացրել, այնտեղ ֆաշիստական չի ասվում, բայց իմաստը դա է, էլի պետք է, այսինքն Նիկոլ Փաշինյանը ինչու է հրաժարվում ոչ միայն ասում է մի հիշեք, այլև ասում է, որ մենք փաստորեն ինքը ուղղակի ֆաշիստ չի ասում, բայց հանգում է դրան, հրանգրեցիք, այո, այսինքն Արցախյան շարժումն էլ է համարում։ Այսինքն ասում է չհիշենք, որտեղ մեղավորը մենք ենք։ Այո։ Հա, այդ մի կողմն է, դա շատ վտանգավոր, որին շատ ուշադրություն չի դարձնում։ Իհարկե կային մյուս կողմը, որ ասում է ռուսները հրահրեցին, դա էլ մյուս բանն է, բայց Բաքվի պահով եւ Ալիևի պահանջը դա է, ինքը պահանջում է, որ մենք ընդունենք եւ Նիկոլ Փաշինյանը ընդունում է, իհարկե դեռ լրիվ ուղիղ չի ասում, բայց իր տրամաբանությունը դա
որ մենք ենք մեղավոր, այսինքն մենք ենք այդ ամբողջ զոհերը եւ այլն, մենք ենք մեղավոր, այնտեղ բացարձակ մեղավորություն։ Ընդ որում իսկապես, քանի որ շատերը ցավոք այդպես ասի, դա ես դեռ Նիկոլը դեռ իշխանության չէր, ես գրել եմ այդ մասին, որ մենք Արցախյան շարժումը լավ չենք հիշում, լավ չի ներկայացված, ոչ մեր դպրոցներում, ոչ ինչ-որ ձևերով ֆիլմեր չկան։ Դու հետաքրքիր է Արցախի մասին շատ քիչ ֆիլմ կա, չէ՞, թվում է թե բան պետք է լիներ, ինչև վերջերս էլ։ Արցախի շարժումը, հա, իդեպ իսկ ինքը այդ Արցախի շարժումը հակադրել անկախությանը դա ամենամեծ սուտն է, ավելի մեծ սուտ ընդհանրապես հնարավոր չի, որովհետև Արցախյան շարժումով մենք անկախացել ենք հենց Արցախյան շարժումով։ Եթե Արցախյան շարժումը, ասենք, չլիներ եւ պարզապես շատերը լսած կլինես մեկ-մեկ ասում են, ինչ անկախացում, որոշ անկախականներ էին դենց ասում, որտեղ նայեք, երբ որ 88-ի շարժման ժամանակ արդեն կային անկախականներ, չէ՞, Պարուր Հարիկյանը եւ այլն, բայց իրենք եթե միայն պարզապես ասում ես անկախացում, իրենք շատ առանձնապես մեծ լսարան չունեին, ունեին որոշակի համակիրներ անշուշտ, բայց մեծ չէր։ Ու ցավոք իրենք ինչ որ իմաստով հակադրվեցին 88-ի շարժմանը, բայց փաստացի 88-ի շարժման ժամանակ այո չէին ասում անկախացում, բայց անկախացումը այն չի, երբ որ ասում ես անկախացում այն է, երբ որ դու գործում ես որպես անկախ։ Եթե երբ որ ամենասկզբում Արցախյան շարժումը, այո, կարծում եմ այդ սկսողները Արցախից, չէ, որոնք սկսեցին այդ կազմակերպեցին այդ բանը, Արցախում երևի իրենք հույս ունեին, որ եւ իսկապես հնարավոր էր, եթե Գորբաչովի բանը վերաբերվում քիչ այլ լիներ, սովետական սահմանադրության համաձայն շատ հանգիստ հնարավոր է այդ հարցը լուծել սահմանադրորեն, որտեղ արցախցիներ ունեին իրավունք պահանջելու, դա սահմանադրորեն ամրագրված իրավունք էր, դուրս գալ մի հանրապետության կազմից, միանալ նույնիսկ։ Եվ եթե Մոսկվան ցույց տար, որ ինքը դրա կողմն է, որտեղ այն ժամանակ ամեն ինչ Մոսկվայում էր որոշվում, ընդ որում Մոսկվայում որոշվում էր հենց Պոլիտբյուրոն, այսինքն կուսակցության վերնախավներ որոշում։ Գորբաչովն էր որոշում։ Եթե Գորբաչովը ասեր, կարծում եմ Բաքուն դժվար թե դիմադրեր, էլի։ Եվ բոլորի ակնկալիքը դա էր։ Բայց քանի որ հստակ Գորբաչովը ասեց ոչ, եւ այդտեղ արդեն ես հիշում եմ, սովորաբար հիշում եմ, երբ որ եկան, այդ լուրը եկավ, եւ մի հատ լռություն տիրեց Ազատության հրապարակում, եւ այդտեղ կար երկու ճանապարհ։ Կամ դու պիտի ասեիր, լավ, չստացվեց, գնում ենք տներով, իդեպ այդպես առաջարկում էին սկզբում, ասենք, Սիվակ Օպտիկանը, Զորի Բալայանը գնացել հանդիպել էին։ Սկզբում ուզում էին ծրվել տներով, բայց ժողովուրդը չծրվեց եւ այդտեղ դեր խաղաց նոր Ղարաբաղ կոմիտեն, արդեն նոր այն ժամանակ նոր, ամենասկզբում նոր, բայց հիմնական, որ մենք հիշում ենք որպես Ղարաբաղ կոմիտե Լևոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան եւ այլն։ Եվ այդ կոմիտեն, հա, եւ ինչը, այսինքն, եւ այդ կոմիտեն ասաց, որ մենք Մոսկվայի ոչին ասում ենք ոչ, այսինքն մենք հիմնավորում ենք, ինչու մենք իրավունք ունենք եւ այդ իրավունքի տերն ենք, հա? Եվ այդ հենց պահից, երբ որ դու Մոսկվայի ոչին ասում ես ոչ, արդեն դու անկախանում ես, որովհետեւ եթե դու այդ պետության կազմում ես, բայց դու դրա գլխավորին ասում ես ոչ, նշանակում է դու արդեն ինքդ ես որոշում քո քաղաքականությունը։ Անկախությունը հենց դա է։ Իհարկե ասում դեռ սկզբից անկախական կոչեր եւ այլն չկային, որտեղ դա դիտվում էր որպես ոչ, այսինքն Արցախյան հարցը լուծելու համար անկախական կոչեր դիտվում էր, որ կարող էին խանգարել։ Եվ ճիշտ էին երևի դիտվում։ Բայց փաստացի այդպես էլ գնաց եւ անկախած եւ նայեք մենք պարտվել ենք, այո, պարտվել ենք փաստա որ մենք պարտվել ենք պարտությունից հետո այսպես դու պիտի ընդունես որ պարտվել ես բայց պարտությունը չի ընդհանրում որ դու պիտի ասես եթե ես պարտվել եմ ուրեմն ես մեղավոր եի ուրեմն ես սխալ եի ոչ Հիմա բայց այս մարդը պատերազմներ բերած մարդը խոսում է որ եթե ես չընտրվեմ քանի անգամ փոխել է իր բանը հա բայց ասում է եթե ես չընտրվեմ պատերազմ է լինելու հիմա այս պատերազմի կուսակցությունը այս պատերազմի գլուխը ովքեր որ տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրեր է խեղել 5000-ից ավել երեխեքի գլուխ է կերել եւ այլն եւ ասում է պատերազմ է լինելու հիմա մարդիկ են մտածում են այ մարդ հիմա
անվտանգ է, գրակոծներ չկա, ես մարդն էլ ասում է դե խաղաղություն են բերել։ Հա, պրիմիտիվ մանիպուլյացիա, ընդ որում այդ բանը, այդ հենվում է այն տրամաբանության վրա, իհարկե Նիկոլ Փաշինյանի խոսքում տրամաբանությունը շատ չի գործածում, բայց ամեն դեպքում դրա հետևում կա որոշակի բան, չէ՞, ինչ ասում։ Այսինքն ասում է ես ամեն ինչում զիջում, ես Ադրբեջանի հետ լեզու եմ գտել, հա, ես բան եմ անում, դրա համար խաղաղություն չի լինի, իսկ այն մյուսները գալիս են կարող այդպես չզիջեն, ես բան եմ ասում, տրամաբանություն եմ ասում, այսինքն Նիկոլի ասածը այն է, որ խաղաղություն կլինի այն դեպքում, եթե մենք այլևս երբեք այսպես չհակառակվենք, ամեն ինչ ընդունենք, բայց դա ամենամեծ սուտն է եւ ամենամեծ Թշնամին ոնց ասում է, մենք պետք է շարժվենք, իր դրամաբանության կոնֆլիկտների, քաղաքական հարաբերությունների լոգիկան ճիշտ հակառակն է եւ դրա համար պետք է իդեպ շատ այն խորտ կտամ մի քիչ բան խորհուրդ է հետեւել Ալիևի ասածներին, իհարկե տհաճը, բայց պետք է, ես օրինակ ինքս այս վերջերս որ սկսեցի հետեւել իրենց գրածներին, ինձ ասեն հասկացա որ պետք է շուտ իմանալ դա մեզ համար շատ օգտակար կլիներ որտեվ Ալիևի կեցվածքը հենց այն է որ իրենք վաղուց այս հաղթանակին պատրաստվել էին եւ հիմա հաղթել են Արցախը հետ են վերցրել իրենք այդպես են ասում բայց հիմա չի վերջացել նայեք Ալիևը բարձ ասում է որ գլխավոր խնդիրը Արևմտյան Ադրբեջանի հարցն է եւ այդ հարցը դեռ վաղուց այդ մարդիկ հետեւողականորեն ես հիշում եմ սովետական ժամանակում մի հատ Բունյաթով կար կարծեմ անդադ այդ մենակ այդ Բունյաթովի անունն էր հոլովում որ ինքը ոնց ներկայացնում է որ Հայաստանի տարածքը Ադրբեջանը այդ հիշում կարծեմ Բունյաթով էր եթե սխալվում ներողություն բայց կարծեմ չեմ սխալվում հիշում եմ կար բայց ցավոք մենք էլի հետեւողականորեն չենք դրան անդրադարձել Ադրբեջանում վաղուց շատ վաղուց Սովետի ոչ թե վերջերից, այլ բան սովետի ժամանակներից կա այդ թեզը, որ այո, այս մեր Հայաստանը, արևելյան Հայաստանը, արևմտյան Ադրբեջանն է։ Եվ իրենք այդ թեզը առաջ տանելու համար հսկա բան են անում։ Դրա համար արդեն 300,000 եւ պատմագիտական վերադարձի մասին են խոսում։ Ես հիշում եմ, ես Ամերիկայում էի, ուղղակի պատահաբար հիշեցի, այնտեղ ինձ հյուրընկալել էին, մի գիտանը իմ հյուրընկալողը ինքը աշխատում էր Ամերիկայի այդ արտգործնախարարության մշակութային բաժնում եւ այնտեղ ասեց գիտես երբ էր դա երբ մենք հաղթել էինք այդ հաղթանակի հաջորդ ամենասկզբնական շրջանում էր բան այն լավ շրջանում էր ասեց Ադրբեջան այսինքն ուզում ասեմ ես վերջերս չէր դեռ այն շրջանում էր ասեց ադրբեջանցին գիտես ինչ քարոզչություն են տալիս անընդհատ ինչ որ բաներ անընդհատ հայերը ցեղասպանություն այնտեղ են քաղաքը որն էր որ անընդհատ ասում էր այնպեսի terror ասում էր հնարավոր չի դրան ու ասում էր մենք ոնց որ թե առանձնապես չենք էլ պատասխանում էլի Հայաստանը չի էլ տենց է դրա Եվ փաստորեն Ադրբեջանը հետո ուզում ասեմ խոսքս մի քիչ երկար բաներից ուզում ասել հիմա եթե մենք ասելու ենք ասենք խաղաղություն ամեն ինչ համաձայն ենք այդ չի լինելու այսինքն Ադրբեջանը պարզ ասում է որ հաջորդը պահանջելու է որ այս Հայաստանը իրանցն է եւ եթե իրանցն է ինչ պիտի ադրբեջանցիք վերադառնան ելի մենք համաձայնելու ենք այսինքն այդ ոնց է խաղաղություն լինելու համար դու անդադ չպիտի կռանաս խաղաղություն լինելու համար պետք է դու մի հատ քեզ թափ տաս Արցախը վերադարձնելը այսօրվա վիճակով ռեալ չի, բայց դու ընդհանուր քեզ պիտի թափ տաս, որ Ադրբեջանը հասկանա, որ ամեն դեպքում դու բան չես, ինքը չի կարող այդ բանը անընդվերջ ներկայացնել եւ բայց ով թափ տա Տիկի Պետրոսյա, եթե այս մարդը պարտության սիմվոլն է, եւ այսօր Նիկոլ Փաշինյանից նման հույս իհարկե չունեն։ Այո, եւ փորձում անընդհատ մարկանց սադրելով պահել իշխանությունը։ Չէ, տեսանք մենք եկեղեցի մտավ, այդ երեխայի հետ փորձեց սադրել այդ բզկտված քարտեզը փորձեց բաժանել եկեղեցի։ Այդ իմաստով ես կարծում եմ օրինակ ամենա այսօրվա վիճակով ամենաուժեղ ընդդիմադիր ուժեղ Հայաստանի դիրքորոշումը ճիշտ է։ Իրենք անուններ դրել են, չէ, ուժեղ Հայաստան եւ տեսեք հետաքրքիր էր ես հարավակը նայեցի եւ այնտեղ հետաքրքիր Նիկոլը անդադ բանի վրա չէ որ մենք լավ ենք հիմա լավ ենք որոշ նման բայց ներքին վախերն էլ կա Տիկին Պետրոսյան օրինակ իրենք սկսեցին տարածել որտես
տեսեք շատ քիչ մարդ է հավաքվել հրապարակում։ Հա, իհարկե, չէ, փորձեցին չէ, բարձա, բանալ։ որ ուզում ասեմ, որոշ հետաքրքիր է, որոշ նմանություն կա, երկուսն էլ էսպես դրականի վրա են, թե ուժեղ Հայաստան մենք այդպես ամբողջ այդ ուրախության այդ բանի վրա էր ամբողջ հանրավաքը, ես մի քիչ բան, հա, բայց խոշոր հաշվով ճիշտ է, դա մարդկանց բան է անում, բայց ամեն դեպքում Արցախի հարցում եւ ազգայինի հարցում ուժեղ Հայաստան ունի ճիշտ դիրքորոշում, ամեն դեպքում ինքը չի բանանում։ Հիմա մենք ընտրությունների շեմին ենք, 2 ամիս բանա մնացել, եւ ավելի քիչ։ Հա, արդեն քիչ։ Մենք մարդկանց ոնց ենք Այսօր ամսի 10 այս 2 ամսից հետո արդեն ոնց ենք կարողանալու մարդկանց համոզել, որ ձեր ներկայությունը ընտրատեղամաս պարտադիր է։ Հա, այդ շատ կարևոր հարց է։ Օրինակ Նիկոլին Մասան, մարդիկ գնալու են բազելով ընտրեն Նիկոլին։ Այն մարդիկ, ովքեր որ Նիկոլին ատում են, այդ մարդիկ կարող են մնան տանը եւ ասեն, դե ամեն ինչ որոշված է, Նիկոլը կրկին ընտրվել է։ Վերջերս էլի խոսք եղավ դրա մասին, 21-ին որ անդադ ժողովրդին մեղադրում են, չէ, որ ժողովուրդը ընտրել։ Իրականում Նիկոլը չի ընտրվել, Նիկոլը ընտրվել է չգնացողներով, հա, եւ եթե գնային ինքը շատ մեծ շանս կա որ չէր ընտրվի։ Եվ այո, դա շատ կարևոր է, ցավոք ընդդիմադիր դաշտը, տեսեք, շատ բոլորը ջղայնացած են, չէ, ընդդիմադիր դաշտում կռիվներ են գնում, բայց ես որ նայում եմ, չգիտեմ, գուցե իսկապես դասավորումներ են գնում, լավ չի իհարկե այդ կռիվները, բայց ես կարծում եմ, եթե տեսեք շատերն ուզում էին, որ լրիվ միանան, ինչ որ մի հատ ուժ, ոնց որ թե դա ռեալ չի իսկապես եւ քաղաքական ուժեր կան, որ Քոչարյանը պետք է մի կողմ քաշվեր։ Ես կարծում եմ ճիշտը սա է, օրինակ կան մի քանի ուժեր, որոնք կմտնեն։ Ես կարծում եմ շատ կարևոր է դա հասկանալ, որ Նիկոլին հեռացնելը անշուշտ պարտադիր պայմանն է, բայց բավարար պայմանը չի մեր ոտքի կանգնելու։ Նիկոլին կարծում եմ շատ ռեալ է, շատ հաստատ չի իհարկե, բայց շատ ռեալ է, որ մենք դրան կանցնենք, բայց դրանից հետո դժվար ժամանակներ են գալու, որտեղ այդ մարդը այնքան բան է քանդել, այնքան բան է արել, ընդ որում եւ ներսում է քանդել, եւ աշխարհում էլ տեսնում եք ինչ իրավիճակ է։ Ես քանի որ քաղաքական այդ process-ներին ներսից չեմ մասնակցում, լավ չգիտեմ, ինչ հետևում եմ, ես ինքս օրինակ իմ գործը համարում եմ, որ պետքա մարդկանց մեջ այդ բանը առաջացնել, որ մենք Նիկոլին կհեռացնենք եւ միասին մի հատ ուրիշ, մի հատ բան կսկսենք ոտքի կանգնելու process, վերածնունդ մի քիչ բան է հնչում, չնայած խոշորաշով ես հավատում եմ, որ վերածնունդն էլ կնի, մենք ոտքի կկանգնենք։ Ես ճիշտ ասած, քանի որ ես մեր վերջին 30 տարվա համարյա բոլոր բաներին հետևել եմ, ես դա շատ եմ տեսել։ Ես տեսել եմ մարդիկ ոնց հուսահատված, հետո հանկարծ ես տեսել եմ այդ փոփոխությունը։ Այսօր ամենամեծ խնդիրը մարդկանց բանը հոգեվիճակն է, հա, եւ այդ վիճակը ես հավատում եմ, որ կփոխվի։ Բայց Նիկոլն էլ է տեսնում Տիկին Պետրոսյան, տեսնում է մարդկանց այդ դժգոհությունները, գնում է ինչ որ մարզեր եւ տեսնում է մարդիկ բողոքում են եւ եթե նկատել եք, երբ որ մարդը ռեալ ինչ որ կոնկրետ հարց է տալիս, ինքը փորձում է խուսափել եւ արագ փախչում է դա։ Այդ չգիտեմ, բայց իհարկե որոշակի խավ կա, որ Նիկոլ Փաշինյան ընտրելու է, բայց դա մեծամասնություն չի։ Ընտրել է եւ ընտրելու է։ Նայեք, ես շատ եմ ասել եւ կասեմ, մի հատ խավ կա, որ հաստատ Նիկոլ Փաշինյանը ընտրելու, բայց այդ խավը մեծամասնություն չի։ Մի հատ խավ կա, որ հաստատ Նիկոլ Փաշինյանի դեմը ընտրելու, այդ էլ մեծամասնություն չի։ Մեծամասնությունը միշտ այսպես է, ես չասեմ, բաներ չունեմ, սոցիալցումներ չեմ կարող ասել։ Քանի տոկոս է, բայց մեծ մասը դեռ այսպես կարող է այնելանի, կարող է եւ չգնա։ Դրա համար պետք է հոգեվիճակ, դեռ ժամանակ կա, պետք է այդ բանը արցնացնել մարդկանց մոտ, որ շատ ռեալ է, որ Նիկոլ Փաշինյանն հեռացնելով մենք մի հատ նոր բան ենք սկսում։ Նայեք, ասում եմ, շատ բարդ իրավիճակ է, այդպեսի մի քաղաքական ուժ էլ չկա, այո, ուժեղ Հայաստանը ունի շատ բաներ, բայց քաղաքականապես այդքան բան չի, այդպես բան էլ չի, ավելի շատ լավ, այսպես ասեմ, շատ դեմքեր են, կարծես տասակներ են գտնում, որ ավելի ճկուն են եւ իրենց պաշտպանողներն էլ այդպես չեն։ Եվ պետք է չի որ մի ուժ լինի։ Դե ընտրությունից հետո ես չեմ ուզենա, որ մի ուժ միայն բանը։ Մենք պետք է գտնենք միավորման ձևը։ Այնտեղ եւ ամենակարևորը մի բան, մենք պետք է հասկանանք, որ սխալներ գործել են բոլորը։
ես քաղաքական գործիչների մասն եմ ասում, բայց իմ մասն եմ կարող ասեմ, բոլորս սխալ ենք։ Մենք եթե մենք պարտվել ենք, ուրեմն բոլորս ինչ որ բանում մեղավոր ենք, հա։ Իհարկե չեմ ասում բոլորը հավասար են մեղավոր։ Եվ մենք պետքա գտնենք այդ ձևը, նայեք մեր շուրջը, ասենք նայենք Իրանին։ Իդեպ Իրանի դեպքը շատ մեզ համար բան է։ Ես ասենք Իրանի օրինակը, տեսեք ինչ եղավ, երբ որ նոր հիշում ես, երբ որ նոր հարցը խփեցին, այս վերջին բանը, չէ, Իրանին Ես ինձ բանով էլ համացանցով էլ կարծես կա մի հատ խավ Իրանում, որը ուզում էր, որ Իրանը քանդվի, ատում էր, որտեղ հոգեբաններն հասկանում, ասեն կանայք, որոնք ճնշված էին, չգիտեմ ինչ, դե այնպես չի, որ Իրանում շատ էսպես մաքուր ռեժիմ է։ Բայց հիմա տեսնում եմ Թրամփը ինչ քաղաքական։ Բայց դա չհաղթեց, դա Իրանում հաղթեց այն մասը, որը Իրանը իր երկիրն է համարում, հա։ Այսինքն քո երկիրը կորցնելու այդ բանը վտանգը պետք է փոխի քո ամբողջ մտածողությունը եւ դու պիտի ոչ թե փնտրես առաջնորդ, որը ինչ որ շատ մաքուր է, շատ այդպես հրեշտակ է, պիտի փնտրես այն առաջնորդին կամ առաջնորդներին տվյալ դեպքում այն, որը քեզ կհանի առաջ։ Եվ ես կարծում եմ, եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնենք, մենք պետք է մի հատ մեր մեջ ռեալիզմը հաղթի, մենք մի հատ նայենք մեր շուրջը ինչա կատարվում, աշխարհում ինչա կատարվում, եւ մի քիչ ավելի ռեալիստական, որտեղ մեր ամբողջ այս քաղաքական դիսկուրսը մի քիչ շատ բան է եղել, քաղաքական չի եղել, ավելի շատ բան է։ Մենք մեր առաջնորդներին սկզբում շատ գժիպես սիրել ենք, ոնց որ Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո սկսել ենք գժիպես ածրել։ Հա, այդ ինչ որ բան է։ Պետք է մի հատ մի քիչ ավելի ռեալիստ դառնալ եւ հասկանալ, որ մենք շատ ծանր վիճակում եմ ամբողջ մարդկության հետ եւ ես ինչ որ նոր եւ սա բաներ են պետք ընտրություններ չին մարդը պետք է հասկանա որ գուցե սա լինի հայկական վերջին ընտրությունը որովհետեւ հենց այս ընտրություններով այդ առանձին խոսակցությունն է մենք պետք է հասկանանք որ Ադրբեջանը մեր կողքն է եւ Ադրբեջանը իդեպ այդ թրիփը ինչ որտեղ իսկապես մարդիկ ուրախացան թրիփը բայց տեսնում ենք չէ որ ամեն ինչ ոնց փոխվեց ասենք թրիփը այն ժամանակ էր երբ որ Իրանը այստեղ բաներ փակեր այս իրավիճակից հետո այս պատերազմից Իսրայել Իրան Ամերիկա այս պատերազմից հետո թրիփը լրիվ ինքը խախտվեց հիմքերը եւ եթե պետք է լինի պետք է նորացվի ինչ որ բան այսինքն ուզում ասեմ ես այս մտածող մարդկանց իհարկե բարձ մարդկանց դա մի քիչ դժվար է բանանել բայց ես կարծում եմ որ Հայաստանում որ այսօր թոշակները 10000 բարձրացրել են ինչ լավ է ապրի Նիկոլը եւ այդ դրամաբանությամբ ինքը գնալու ասենք ասեցի չէ որ այդ Հայկովյանի բանավիճից հետո տեսա դեռ մարդիկ կան որոնք դա են պաշտպանում բայց կարծում եմ իրենք էլ ես հավատում որ իրենք էլ ուշքի կգան որովհետև ես չեմ հավատում մարդալերիվ կորած լինի այդքան չհասկանա գուցե ուշացումով գուցե ոչ թե գուցե եթե Նիկոլը հեռանա իրենք ուշքի կգան հա որտեղ իրենք հավատում են ես կարծում եմ Նիկոլի հեռացումից հետո մեր մտային դաշտում մի հատ պետքա հեղափոխություն բառը արդեն չեմ սիրում, բայց մի հատ նորացում է պետք։ Մենք մի հատ պիտի մտածենք ինչ ենք անում, հա, որտեվ ասենք, ինչ ասեմ, շատ վտանգավոր իրավիճակ է Ադրբեջանն էլ արդեն պարզ ասում է, որ ինքը սպասում է, Ալիևը պարզ ասում է, մենք Արևմտյան Հայաստանի հարցը վաղուց դրել ենք, չէ, ներողություն չասեցի, Արևմտյան Ադրբեջանի, այսինքն որ Հայաստանը Արևմտյան Ադրբեջանը։ Մենք ասում Արցախի հարցը մեզ խանգարում էր, դրանով այդ հարցությունը հիմա անցել է, եւ իրենք անցել են, իրենց մարդու իրավունքների պաշտպանը հայցա ներկայացրել, չեմ եվրոպական դատարան կարծեմ, որ հայերս դարասկզբին իրենց ցեղասպանել ենք։ Դա ինչ է նշանակում։ Եթե ցեղասպանել ենք, դա նշանակում է, որ իրենք իրավունք ունեն վերադառնալ, այսինքն Հայաստանի հարցն է դրված։ Եվ նաև պատժել են մարդկանց, ովքեր որ առհասարակ պատերազմել են եւ առհասարակ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը։ Հա, անշուշտ, այդ արդեն ասեցի, այդ Արցախի պատերազմը դիտվում որպես մեր մեղքը եւ ասենք մենք ոչ թե իրանց պիտի հերոս ասենք, այլ փաստորեն շոռ մենք էլ ունենալով այնտեղ գերիներ։ Ես շատ ասեցի, ես ինձ համար էլ հստակվեց
ես այո, չեմ ուզում հիմա ոնց են ասում աչքով տալ հաստատ ասել, որ Նիկոլը հաստատ հեռանալու չէ, դժվար է լինելու, բայց ամենակարևորը Նիկոլի հեռանալուց հետո ես գոնե մեր դաշտում, մտային դաշտում ես կարծում եմ մենք լիքը գործ ունենք անելու, որովհետև այո, իդեպ շատ նման էր, ասենք 88-ի շարժումը Ես որ հավատում եմ իմ ժողովրդին, ես կարծում եմ այսօրվա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, որ մի մասն էլ են, որ իսկապես հայրենասեր շատ մարդիկ այսպես սեփական ժողովրդից հիասթափված են եւ այնպես տեսնում եմ ինչ հիման վրա, ասենք այնպես չէ որ հետ հիմքեր չկա, բայց պետք է հասկանալ, որ աշխարհում իսկապես ինչ որ սարսափելի ժամանակներ են սկսվել այդ հիբրիդային պատերազմ, որ ասում են Նիկոլը ասում է, չգիտեմ, Ռուսաստանը իրականում մեր ժողովրդի դեմ է, մեծ հիբրիդային պատերազմ եւ մարդիկ ասենք նույնիսկ այնքան ուժեղ է, որ ես երբեմն ասենց ասում եմ գլուխս բանալ է զգում արդեն ուզում եմ չդիմանալ, հա, ես այդ դեպքերում գնում եմ քնում եմ, որ մի քիչ չխելագարվեմ, այս պարզ մարդիկ պարզավոր չեն կարողանա դիմադրել, մեր դեմ գնում է, ընդ որում ամենասկզբում կարծես թե ուրիշ կողմերից էր, հիմա ակնհայտորեն հետո թուրքական էր, հիմա ակնհայտ ադրբեջանական բան է գնում, հարձակում է գնում, եւ Նիկոլ Փաշինյանը լավ կատարում է այդ դերը դրան դնում է խաղաղություն։ Այնպես որ մեզ ասում եմ չեմ ուզում աչքով տալ, բայց մեր շատ ռեալ հնարավորություն կա, որ Նիկոլ Փաշինյանն երբ որ հեռացնենք, գիտեք ինչ, իդեպ հետաքրքիր բան ասեմ, ես այս վերջերս անդադ 88-ից եմ հիշում։ Փորձենք ամփոփել, Փորձենք ամփոփել։ Այս միտքը շարունակեմ, դե այդ նոր միտ չասեմ, ասեմ, ես հիշեցի երեք էլ հարցազրույցի ժամանակ 88-ից է, ես հիշեցի, որ ախր երբ որ 88-ը սկսվեց, մենք հրապարակներում էինք, մենք սկսում իստում էր բոլոր մարդիկ են, բայց հիմա որ բան եմ անում ոնց թե, բայց հիշում եք, որ դեռ բաներ, դեռ սովետական, ասենք, մեր սովետահայ, ամբողջ մամուլը, ամբողջ հերոստատություն դեռ 88-ի դեմ էր, այսինքն շարժման դեմ էր, դեռ պաշտպանում էր Մոսկվայի գիծը, եւ այնտեղ մարդիկ էին ելույթ ունում հերոստատությունով պաշտպանում, ասում էին սխալ են այդ մարդիկ։ Ուզում ասեմ, այդ մարդկանց այդ շերտը, որը միշտ պաշտպանում է այս պահին, որը միշտ եղել է, այդ մարդիկ կան ու կլինեն, բայց 88-ին մենք հաղթեցինք, մենք այս անգամ էլ կհաղթենք, եւ այդ դեպքում այդ մարդիկ կլռեն արդեն իրենք էլ չեն խոսի, այսինքն իրենք պետք չի իրանցից վախենալ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հուսանք մյուս անգամ առանց Նիկոլ Հայաստանում։ Հա, հաջորդ հարցազրույցի մասին խոսենք, այն որ ասացիք մտավոր լիքը գործեր ունենք անում։ Երանի, եղեցի։ Շնորհակալ եմ։ Հանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ